Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, այն Շոյգուն, որ պաշտպանության նախարարի կարգավիճակում 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի հետ փայլուն օպերացիայի մասին էր խոսում Արցախի տարածքում, այժմ էլ Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը ներկայացնում է որպես սպառնալիք եւ ձեռքի հետ վախեցնելու համար հիշատակում ճապոնական Ֆուկուսիման։ Բայց սա միջուկային անվտանգության մասին խոսակցություն չէ։ Սա դասական ահաբեկչություն է մի պարզ նպատակով՝ Հայաստանը շարունակել պահել էներգետիկ գերկախվածության մեջ։ Ֆուկուսիման Հայաստանի հետ կապելը վտանգավոր սադրանք է Թուրքիային եւ Ադրբեջանին այս գործընթացում ներքաշելու համար, որոնք դեմ են, որ Հայաստանում ատոմային էլեկտրակայան կառուցվի։ Փոքր մոդուլային ռեակտորների գաղափարն իրականում հենց անվտանգություն է նշանակում։ Նոր սերնդի ինժեներական լուծումներով, պասիվ, ինքնաշխատ, պաշտպանական համակարգերով, որոնք նախատեսված են նույնիսկ արտակարգ դեպքերի համար։ Իսկ սեյսմիկ գոտու մասին ահաբեկող այս մտքերը պարզապես խուճապ տարածելու համար են։ Ցանկացած միջուկային ծրագիր անցնում է միջազգային սեյսմիկ հաշվարկներով, անկախ փորձաքննությամբ եւ մշտական վերահսկողությամբ։ Սա ինժեներական հաշվարկ է, ոչ թե քարոզչական ահաբեկում։ Ավելին, Ռուսաստանն ինքը այս տեխնոլոգիաներով է աշխատում, երբ դա իր շահերին է համապատասխանում, բայց երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել էներգետիկ համակարգը, հանկարծ պարզվում է, որ դա ռիսկ է։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցի ընթացքում հնչեցին ուղիղ եւ շատ կոնկրետ ուղերձներ։ Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմամբ, աջակցում է նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այդ թվում փոքր մոդուլային ռեակտորների ուղղությամբ։ Այսինքն սա արդեն գործընկերության քաղաքական հանձնառություն եւ որոշում է, ոչ թե տեսական խոսակցություն։ Եվ Հայաստանն էլ պետք է արձագանքի նույնքան հստակ։ Մենք մեր էներգետիկ ապագան կառուցում ենք ինքնիշխան որոշումներով, միջազգային բարձր չափանիշներով եւ վստահելի գործընկերություններով։ Այս նախագիծը Հայաստանի անվտանգությունն է, տնտեսության կայունությունը եւ վերջապես մեր անկախության իրական գործիքներից մեկը։ Հայաստանն այս հարցում պետք է առաջ գնա վստահ, սառնասիրտ եւ հաշվարկված, առանց վախի, առանց արդարանալու, առանց որևէ մեկից թույլտվություն հայցելու։